Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Գյումրի-Մոսկվա չվերթ ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել եւ արտակարգ վայրեջք կատարել։ Հայտնի է պատճառը։ Հայաստանի Տելեկոմ Արմենիայի եւ Ադրբեջանի Ազերտելեկոմի միջև համաձայնագիր է ստորագրվել։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Ավարտվել է Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների առաջին փուլը։ Այս եւ այլ թեմաների վերաբերյալ կխոսենք առաջիկա րոպեներին։ Գյումրի-Մոսկվա չվերթ ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել եւ արտակարգ վայրեջք կատարել Մախաչկալայում։ Գյումրիից Մոսկվա ուղևորվող Պոբեդա ավիաընկերության Boeing Մակնիշ ինքնաթիռը Դաղստանի երկնքում տագնապի ազդանշան է փոխանցել եւ արտակարգ վայրեջք կատարել Մախաչկալայում։ Այս մասին վկայում են Flight Radar-ի տվյալները։ Թռիչքից մոտ 1 ժամ անց օդանավը Դաղստանի օդային տարածքում փոխանցել է ընդհանուր տագնապի ազդանշան եւ բարձրությունը նվազեցրել մինչեւ 3000 մետր։ Ինքնաթիռն անվտանգ վայրեջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում։ Ռուսաստանի քաղավիացիայի կոմիտեից հայտնել են, որ պատճառը խցիկի հերմետիկության խախտման մասին ազդանշանային համակարգի սխալմամբ գործարկումն է եղել։ Հայաստանի Տելեկոմ Արմենիայի եւ Ադրբեջանի Ազերտելեկոմի միջև համաձայնագիր է ստորագրվել։ Ադրբեջանը կօգտվի հայկական ենթակառուցվածքներից իր հիմնական հատվածի եւ Նախիջևանի միջև ինտերնետ կապ ապահովելու համար։ Տելեկոմ Արմենիայի փոխտնօրեն Արամ Բարսեղյանն ասել է, որ նախ պետք է ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան թույլտվություն տա։ Բարսեղյանի խոսքով ադրբեջանական կողմը հասանելիություն կստանա միայն վայրկյանում 100 գիգաբայթ արագության մալուխին, այլ ոչ թե տվյալներին։ Ազատության հետ զրույցում նա նշել է, որ սա թրիփի տրամաբանությամբ համաձայնություն է, թեև ուղղակիորեն թրիփ նախագծի մաս չէ։ Քիր Ստարմերը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Մեծ Բրիտանիայի վարչապետը նման հայտարարություն է արել Դաունինգ Սթրիթում իր ելույթի ժամանակ։ Բրիտանական քաղաքականության մեջ քաոսին վերջ դնելու խոստում տված եւ խորհրդարանական ընտրություններում տարած ջախջախիչ հաղթանակից 2 տարի անց Ստարմերն ասաց. հստակ է, որ իր կուսակցությունը ցանկանում է, որ նա հեռանա։ Նա նշել է, որ իրեն փոխարինելու համար թեկնածուների առաջադրումները կսկսվեն հուլիսի 9-ին։ Նրա մրցակից Էնդի Բուրնհամը համարվում է առաջատար թեկնածուն։ Հարցը, որ այժմ տալիս եմ կուսակցությունը, հետևյալն է. արդյոք ես եմ այն մեկը, ով լավագույնս կառաջնորդի մեզ հաջորդ խորհրդարանական ընտրություններում։ Ես լսեցի խորհրդարանական իմ կուսակիցների պատասխանը եւ ընդունում եմ այն արժանապատվորեն։ Իմ կայացրած յուրաքանչյուր որոշում հետապնդել է միայն մեկ նպատակ՝ ամեն ինչից վերդասել իմ անչափ սիրելի հայրենիքի շահերը։ Ահա թե ինչու եմ ես վայր դնում լեյբորիստական կուսակցության առաջնորդի իմ լիազորությունները։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են եւ քննարկվելու են Սահմանադրական դատարանի նույն նիստում։ Դատարանն է այս մասին տեղեկացրել։ Սահմանադրական դատարան է դիմել 7 ընդդիմադիր ուժ։ Դատարանը որոշել է միավորել դիմումները եւ դրանք քննել հունիսի 26-ին։ Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։ Միավորված գործերի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով։ Դատարանը որոշել է, որ դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն կարող մասնակցել գործի քննությանը, քանի որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Որոշվել է գործով որպես երրորդ անձ ներգրավել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որպես պատասխանող կողմ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իսկ որպես հարակից պատասխանողներ դատախազությանը, ներքին գործերի նախարարությանը եւ հակակոռուպցիոն կոմիտեին։ Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների առաջին փուլն ավարտվել է։ Կողմերը համաձայնության են եկել 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի հասնելու ճանապարհային քարտեզի շուրջ։ Իրանն ու Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Լիբանանում մարտական գործողությունները դադարեցնելու մեխանիզմի շուրջ, ինչպես նաև հաղորդակցության ուղի են հաստատել վիճելի Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելու նպատակով։ Ըստ Կատարի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության, տեխնիկական բանակցությունները կշարունակվեն ողջ շաբաթ Շվեյցարիայի Բուրգենշտոկ լեռնային հանգստավայրում։ Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների եւ հնարավոր զարգացումների վերաբերյալ կզրուցենք իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։ Պարոն Միսակյան, Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունները բավականին լարված իրավիճակում են անցնում, ինչ ակնկալել դրանցից, արդյոք վերջնական համաձայնագրի ստորագրման ականատես կլինենք։ Եթե կան կարծի վերջից, ապա նախ բավականին դժվար է ասել։
վերջում այս բանակցություններին չի կանգնեցվում, որովհետև մենք մինչև այսօր ունեցել ենք մի քանի բանակցային գործընթացներ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, որոնք ձախողվել են եւ իսրայելական գործողությունների հետևանքով եւ ընդհանուր առմամբ որոշակի տարաձայնություններից ելնելով սկզբունքային։ Եթե խոսենք վերջին բանակցությունների մասին, չնայած վերջին պահին Իրանի կողմից դահլիճը լքելը եւ մի քանի այլ քայլեր, որոնք եղան Իրանի կողմից, այնուամենայնիվ մի քանի սկզբունքային հարցերի շուրջ համաձայնություն ձեռքբերվել։ Նախ 60 օրվա ընթացքում ստեղծել մի քանի աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն եւ լիբանանյան խնդրով, Իսրայելի հարձակումների եւ նաեւ Լիբանանի անվտանգության ապահովման խնդրով եւ Հորմոզի նեղուցի երթևեկությունը ճակատագրով ասած վերականգնելու խնդրով, նաեւ մի քանի աշխատանքային խմբեր են ձևավորվելու ոնց հասկացանք հայտարարություններից Իրանի եւ Կաթարի միջեւ Իրանի սառեցված ակտիվները ապասառեցնելու հետ կապված եւ մի քանի այլ հարցերի շուրջ, այսինքն կարելի է պնդել, որ բավականին նաեւ արդյունավետ են ընթացել հաշվի առնելով նախկին փորձը, որը կար Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ, բայց մյուս կողմից նաեւ եթե հայտարարությունները նայենք եւ Վենսի կողմից եղած եւ Թրամփի կողմից եւ Իրանից նաեւ հնչած հայտարարությունները, ապա կա որոշակի անվստահության ֆոն, նաեւ իրանական կողմից Միացյալ Նահանգների նկատմամբ բավականին մեծ անվստահություն կա, որը կարելի ասել բանակցային հետագա գործընթացներում փորձելու են լուծել։ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել այս բանակցություններում, նաև մտահոգություն է հայտնել, որ Իսրայելը կարող է փորձել խոչընդոտել բանակցային գործընթացը, Իսրայելի գործոնն այստեղ ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Միանշանակ կարծում եմ Իսրայելը փորձելու է խոչընդոտել եւ Լիբանանի վրա արված մի քանի արվածները հենց սրա ցուցիչներից մեկն են, նաեւ փորձը նախկին հաշվի առնելով։ Նաև այս պատերազմից առաջ ընթացած բանակցությունների ժամանակ Իսրայելի գործողությունները հանգեցրեցին բանակցությունների դադարեցմանը եւ պատերազմի սկսմանը, բայց նաև պետք է հաշվի առնել, որ Միացյալ Նահանգները այս փուլում փորձում են Իսրայելին սանձել որոշակի գործողություններից, որպեսզի եւ այս պատերազմական գործընթացը շարունակվի եւ նաև այն մեծ գինը, որը վճարվեց Միացյալ Նահանգների կողմից այս պատերազմի համար բավականին մեծ է եւ նույնիսկ ներքին լսարանում, եթե նայենք Միացյալ Նահանգները խնդիր ունի պատերազմի հետ կապված։ Կարծում եմ փորձելու են ամեն կերպ Իսրայելին զերծ տանել որևէ գործողություններից, այստեղ նաև Իսրայելի խնդիրն է եւ Նեթանյահուի խնդիրը, քանի որ Իսրայելի ներքին լսարանում էլ բավականին մեծ դժգոհություններ կան պատերազմի արդյունքներից գոհ չլինելու, նաև եթե նայենք պատերազմի ընդհանուր ավարտին, որևէ հաղթող չլինելու պարագայում իրանական կողմը կարողացավ այնուամենայնիվ իր առաջ դրած խնդիրները որոշակիորեն լուծել, այն է համակարգի պահպանը Միացյալ Նահանգների հետ անմիջական բանակցություն, իսկ իսրայելական կողմը կարծես թե հայտնում է պարտվող կողմում այս պատերազմի եւ դա մեծ խնդիրներ է առաջացնելու հետագայում Նեթանյահուի համար։ Այսինքն Իսրայելը կարող է ամեն դեպքում չհաշտվել այս իրավիճակի հետ եւ փորձել բանակցություններին խանգարել։ Կարծում եմ միանշանակ իսրայելական կողմը չհաշտվել այս ամենով եւ փորձել է որոշակի խանգարել, սա նաեւ կախված Միացյալ Նահանգների գործողություններից եւ եթե մի քանի հայտարարություններ նայենք նաեւ Թրամփի կողմից Միացյալ Նահանգները բավականին լուրջ է տրամադրված Իսրայելին այս անգամ այդքան էլ հաշվի չառնելու բանակցային գործընթացի հետ կապված, բայց սա չի նշանակում, որ Իսրայելի դերակատարությունը նվազել է։ Այնուամենայնիվ Միացյալ Նահանգների միակ եւ ամենակարևոր դաշնակիցներից մեկն է, կարծում եմ Իսրայելի գործոնն է։ Միացյալ Նահանգները հետագայում փորձելու է խաղարկել այս բանակցային գործընթացում Իրանին որոշակի զիջումներ կորզելու համար։ Հայաստանի համար այս գործընթացն ինչ է նշանակում եւ այս համատեքստում թրիփի վրա ազդեցությունն ինչպիսին կարող է լինել։ Թրիփի հետ կապված բավականին դժվար է ասել, որովհետեւ Միացյալ Նահանգների Իրանի կողմից եղան մի շարք հայտարարություններ, որոնք վկայում են, որ իրանական կողմը այնուամենայնիվ ամերիկյան ներկայության դեմ տարածաշրջանում պայքարելու է եւ այդ պայքարը նաեւ ենթադրում է թրիփ կոչված նախագիծը։ Նախ պետք է սպասել տեսնել ինչ է իրենց ներկայացնելու թրիփը, որպեսզի հասկանանք Իրանի հակազդեցությունը, բայց նաեւ պետք է Իրան Միացյալ Նահանգներ բանակցությունների ավարտին սպասել, եթե դրանք լինեն հաջողված ու եթե ամրագրվեն բոլոր կետերը, որոնք Իրանը ցանկանում էր, այդ է նաեւ Իրանի ներքին գործերին չկառնվելու երաշխիքներ եւ այլն, կարծես թե նաեւ թրիփը Միացյալ Նահանգների համար կարող է կորցնել իր արդիականություն, եթե լուծվի Իրանի
հետ նախանշված բազմաթիվ խնդիրներ, տանջամիջոցների չեղարկում, որը եղավ, բայց եթե չեմ սխալվում 68 ժամկետով արդեն եղավ։ Այս փուլում բավականին դժվար է կանխատեսել տրիփի հետ կապված իրանական գործողություններ, բայց Իրանում պատերազմի ավարտը եւ նաեւ տնտեսական կյանքի վերադարձը բնականon ունի, Հայաստանի համար բավականին դրական ազդեցություն կարող ունենալ, հաշվի առնելով հարավային տարածման կարևորությունը Իրանի, նաեւ Իրանի եւ Հայաստանի առևտրաշրջանառության ապրիլի տարիներին։ Այսինքն անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն համաձայնությունների վերջո, թրիփի ճակատագիրն այս պահի դրությամբ անորոշ է։ Եթե բավականին անկեղծ խոսենք, նաեւ Հայաստանի պարագայում բավականին անորոշ է, որովհետեւ այդքան էլ հայտնի չի թրիփով ինչ է լինելու։ Իրանի քաղաքականությունը թրիփի վերաբերյալ հայտնվել է եւ նշվել, որ դա փոփոխության ենթակա չէ։ Եվ Իրանը դեմ է արտահայտվել դրան, բայց նաեւ որևէ գործընթաց կարծես թե որը բերելու է թրիփի գործարկման այս փուլում չիրականացվում այնքան, որպեսզի իրանական կողմը ունենա անհանգստություններ այս փուլում։ Դա ներառել որևէ բանակցային գործընթացում կամ հստակ հակազդող քայլեր ձեռնարկելու։ Իսկ Իրանի քաղաքականությունը ցույց է տալիս, որ իրանցիները նախազգուշացումներից հետո սպասում են այդ գործընթացի ավարտին եւ արդեն հողի վրա իրականացվող քաղաքականությամբ որոշում են հետագա գործողությունների ընթացքում։ Իսկ այս պահի դրությամբ եղած գնահատականները թրիփի վերաբերյալ ինչպիսին են, թե ավելի շատ զբաղված են բանակցային գործընթացով եւ այս հարցը ստվերում է այս պահին։ Իրանական կողմում նկատի ունեմ։ Իրանական կողմում իրականում հենց Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթացն է իրականում առաջնային փուլում թրիփը եւ Միացյալ Նահանգների ներկայությունը տարածաշրջանում երկրորդական բնույթ է կրում։ Ավելի շուտ Միացյալ Նահանգների ռազմաբազաները Պարսից ծոցի երկրներում, Իրաքում եւ այլն Իրանի համար առավել մեծ կարևորություն ունեն, նաեւ այն երաշխիքները, որոնք իրանցիները փորձում են ստանալ իրենց ներքին գործերին չխառնվելու այդ ցանկաց։ Թրիփի վերաբերյալ կան հայտարարություններ որոշակի վերլուծաբանների կամ քաղաքական գործիչների կողմից, որտեղ նշվում է, որ Իրանի դիրքորոշումը չի փոխվել։ Ոնց եղել է նախկինում, բացասական, այդպես էլ մնացել է։ Բայց առավել զարգացող հայտարարություններ կամ առավել փոշտ ռետորաբանություն այս փուլում չեմ էլ կարծում, որ թրիփի վերաբերյալ մենք տեսնելու ենք իրանական կողմից։ Եվ եթե ամփոփենք մեր զրույցը, Իրան, Միացյալ Նահանգները այս հակամարտության մեջ, այս բանակցությունների գործընթացում ով ինչ շահեց։ Եթե նայենք ընդհանուր պատերազմական տրամաբանությունը, նախ իրանական կողմի շահը կամ հաղթանակները փոքր կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից։ Իրանական կողմում պահպանվեց համակարգ, գրեթե ամբողջությամբ, նույնիսկ մեծ կորուստների տարագայում ռազմական ղեկավարության, քաղաքական ղեկավարության, օգտորի առաջնորդի եւ այլն իրանական կողմը կարողացավ դիմակայել։ Կարողացավ նաեւ ցույց տալ, որ ռազմական առումով ունակ է սեփական սահմանները պաշտպանելու, նույնիսկ Միացյալ Նահանգների պես գերտերության հետ պայքարում։ Միացյալ Նահանգները նույնպես չհասան իրենց նպատակին, այն է համակարգային փոփոխությունների Իրանում կամ ռեժիմի փոփոխության, բայց եթե նայենք հաղթողի եւ կարտվողի տեսանկյունից, կարելի է ասել կողմերից ոչ մեկը։ Ոռոգման համակարգում առկա իրավիճակը շարունակում է լրջագույն խնդիրներ ստեղծել գյուղատնտեսության ոլորտում։ Ըստ մասնագետների, խնդիրը ոչ այնքան ջրի սակավությունն է, որքան ճիշտ կառավարումը։ Թեմային իմ գործընկեր Քրիստինե Ոսկանյանն է անդրադարձել։ Ոռոգման եւ խմելու ջրերի անխնա օգտագործումը Հայաստանի համար դարձել է գոյաբանական խնդիր։ Երբեմնի պատկերացումները, թե Հայաստանը հարուստ է ջրային ռեսուրսներով, ըստ մասնագետների չի համապատասխանում իրականությանը։ Ջրային ռեսուրսների կառավարման փորձագետները նշում են, որ Հայաստանը ունենալով քաղցրահամ ջրերի աղբյուրներ, իրեն դեռ ջրառատ է համարում, չնայած նրան, որ իր ջրերի 80%-ը բաժին է հանում հարևաններին։ Ըստ փորձագետ Ինգա Զարաֆյանի, աղբյուրների բարձր որակի ջուրը սխալ է օգտագործում եւ տեխնիկական, եւ ոռոգման եւ խմելու նպատակներով։ Ճիշտ կառավարման արդյունքում կունենանք բավարար ջուր, բայց այսօր ունենք ջրի հասանելիության լուրջ խնդիր։ Ջուրը չի հասնում ոչ դաշտեր եւ ոչ էլ շատ հաճախ բնակարաններ։ Կան համայնքներ, որտեղ ոռոգման ջուրը մեղմ ասած աղտոտված է։ Մեր մոտ կա գյուղեր, որտեղ որ ոռոգումը գնում է կանալիզացիոն ջրերով։ Դա Արմավիր մարզ է, քանի որ ես ասում եմ, այնտեղ ստորգետնյա ջրերի հետ շատ լուրջ խնդիր կա, նրանք ինչ որ ձևով ստանում են խմելու ջուր շատ բարձր գտնվող աղբյուրներից, այնտեղ քիչ է, ջուրը չի հերիքում, բայց ոռոգման համար օգտագործում են այդ մեծ կանալիզացիոն ամբողջ այդ հոսքը, որը գնում Արմավիր մեծամոր քաղաքներից։
Երբ որ սկսում է ռոռոկման սեզոնը, այս գյուղերը չեմ ուզում ասել իրանց տալ իրանց անունները, որտեվ ուղակի մեղք են, էլի մտնել ուղակի հնարավոր չի։ Ոնց են այնտեղ մարդիկ ապրում, ես չգիտեմ։ Կեղտաջրերի մաքրումը վերջին տարիների ամենազգայուն թեման է։ Ըստ ջրային ռեսուրսների կառավարման փորձագետ Արևիկ Հովսեփյանի, եթե նախկինում կառավարությունը մտածում էր քաղաքացուն ապահովել լավագույն դեպքում խմելու ջրով, այսօր ավելի արդիական է դարձել կեղտաջրերի մաքրման հարցը։ Ըստ բանախոսի խնդիրը դրված է, բայց դեռ լիարժեք չի կիրառվում։ Նույնիսկ պատկերացրեք հանգստյան տները մաքրման կանոններ չունեն։ Այսինքն պիտի ստիպեն բոլոր ձեռնարկատերերին, ձեռնարկատերը գերադասում այդ ուկանքը վճարի, քան մաքրման կայան կառուցի։ Բոլոր գործարանները ոչ մեկը մաքրման կայան չունի, ոչ միայն քաղաքները չունեն, այսինքն գործարանները իրենց աղտոտված ջուրը լցում են քաղաքային համակարգը լցում է գետ ու բոլոր քաղաքներում նույն վիճակն է։ Եթե գյուղացին ցանկանում է, որ ունենա ռոռոկման համար որակով եւ հասանելի ջուր, պետք է վճարի ոչ թե 11-ից մինչև 15 դրամ, այլ մի փոքր ավելի։ Այս կարծիքին է ջրային կոմիտեի նախկին նախագահ փորձագետ Ինեսա Գաբայանը։ Եթե ջրի վարձը թանկանա, պատկերը այլ կլինի։ Գյուղացուն եթե հարցնես, կասի, թանկ է, եթե ասես վճարի, կասի, չէ, ես փող չունեմ, բայց երբ գնում ես հարցումների, զրույցների գյուղացու հետ, ասում ես, ինչ ծախսեր ես անում քո այս այգին մշակելու համար։ Ինքը կսկսի պարարտանյութ, ես չգիտեմ, քիմիկատներ, վարուցանք, սերմացու տնկիներ եւ այլն, հսկայական գումարներ է տալիս այդ ամենին։ Եթե ջուր չլինի, այդքան քո ծախսերը ում են պետք։ Եթե ջրավարձը բարձրացավ, ինքը կուզի քիչ ջուր օգտագործել, որ գումարները բավականացնի, գիշերը բացել գնալ տանը քնելու հարցերը կփակվեն։ Ըստ մասնագետների անհրաժեշտ է ռիսկերի գնահատման ճիշտ ռազմավարություն մշակել։ Պետք է ավելացնենք ջրամբարների քանակը, որով կլուծվի Հայաստանի համար պարենային անվտանգության տարածք համարվող Արարատյան դաշտավայրի ռոռոկման խնդիրը։ Պետությունը ստիպված չի լինի ջուր վերցնել Սևանա լճից, չնայած նրան, որ օրենքով արգելված է սահմանված քանակից 170 խորարարդ մետրից ավելի ջուր բաց թողնել։ Ցավոք, երաշտարիներին ազգային ժողովի որոշմամբ ջրի սահմանված քանակից ավելին է հոսում ռոռոկելու Արարատյան դաշտավայրի չորացած դաշտերը։ Քրիստինե Ոսկանյան, ՎՏ Հայաստան Նյուզ, Երևան։ Եվրոպայի մի շարք երկրներ պատրաստվում են ուժեղ շոկի ալիքին։ Օդերևութաբանների կանխատեսմամբ առաջիկա օրերին մի շարք երկրներում ջերմաստիճանը կարող է գերազանցել 40 աստիճանը։ Ըստ կանխատեսումների Աֆրիկայից եկող տաք օդային հոսանքները կազդեն հատկապես Իսպանիայի եւ Ֆրանսիայի վրա։ Իսպանիայի որոշ շրջաններում արդեն հայտարարվել է դեղին նախազգուշացում։ Ֆրանսիայում շոկի պատճառով որոշ քաղաքներում այգիները բաց են պահվում նաեւ գիշերը, որպեսզի բնակիչները կարողանան ավելի հեշտ դիմանալ բարձր ջերմաստիճանին։ Սահմանափակվել է նաեւ ալկոհոլի օգտագործումը հանրային միջոցառումների ժամանակ։ Շոկը կազդի նաեւ սովորաբար ավելի զով եղանակով հայտնի երկրների վրա։ Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով Լոնդոնում չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչեւ 38 աստիճանի։ Մասնագետները նշում են, որ նման բարձր ջերմաստիճանները ոչ միայն առողջապահական, այլև տնտեսական ռիսկեր են ստեղծում, ազդելով աշխատանքի արտադրողականության, էներգիայի սպառման, տրանսպորտի եւ զբոսաշրջության վրա։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։